Այսօր մեզնից փորձում են խլել Արարատի մասին երազանքը եւ Արարատը որպես գաղափար, որպես հայի ինքնության հենասյուն։ Այսօր փորձում են նաեւ քանդել, պառակտել, ավիրել մեր եկեղեցին։ Արարատ ու եկեղեցի։ Մի քանի օր առաջ, հատուկ շեշտեցի Արարատը, մի քանի օր առաջ Արարատ Արմենիա ֆուտբոլային ակումբը դարձավ Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն լիգայի չեմպիոն։ Արարատ Արմենիա ֆուտբոլային ակումբը անմիջական կապ ունի Սամվել Կարապետյանի հետ։ Հենց Սամվել Կարապետյանն է, որ կարողանալու է զարգացնել թե մեր սպորտը, թե մեր տնտեսությունը, թե մեր բանակը, թե մեր գյուղատնտեսությունը, թե պահել մեր արժեքներն ու ավանդույթները, մեր մշակութային ու հոգևոր հենքը, հայ առաքելական եկեղեցին։ Գնացեք ընտրությունների, վստահ եղեք, ոչ մեկ չի կարողանալու իմանալ, թե դուք ում կողմից եք եղել, ում եք տվել ձեր ձայնը, անպայման գնացեք, պարտադիր գնացեք, հորդորեք ձեր ընկերներին, հարազատներին, բարեկամներին, հարևաններին, անպայման գնալ ընտրությունների, շատ կարևոր է, գնալու եք, ընտրելու եք, Փոփոխության համար, փոփոխության համար, սիրելի ժողովուրդ, ես ձեզ իսկապես շատ եմ սիրում, ու սիրում եմ միայն նրա համար, որ ես ձեզնից մեկն եմ, հիմա իջնելու եմ գամ, ինչպես հանրահավաքի սկզբում էի ձեր մեջ կանգնած, էլի շարունակեմ ձեր մեջ կանգնել, ես ձեզնից մեկն եմ, ես ընտրություններին մասնակցող, այն 1,5 միլիոն հայերից մեկն եմ, ով բերելու է այս երկրին փոփոխություն, այն փոփոխությունը, որի կարիքը բոլորս շատ ունենք, իսկ որպեսի այդ փոփոխությունը տեղի ունենա, կա պարզ գործողություն, գնալ ընտրությունների, անպայման մասնակցել ընտրությունների և հիշել, որ փոփոխությունները շատ մոտ են։ Փոփոխության համար, փոփոխության համար, փոփոխության համար, ի սրտե ձեր Ռուբեն Մխիթարյան։